Ավարտվեց միշտը և կասեք։ Միշտ ավարտվեց, հնարդումը շատ երկար տվեց, դատանը գնացել է խորհրդակցական սենյակ, չի ասել երբ գրապարակի, ասաց նախապես կտեղեկացնի։ Այսօր։ Այսօր, ենթադրվում է այսօր, դե հիմա չի ասել երբ, բայց նախապես կտեղեկացնի։ Ինչպես է գնահատում դատարանի վարքագիծը։ Դատանի վարքագիծը դժվար է գնահատել, որովհետև դատանը ըստ էության լսողի դերում էր կողմերի փաստարկները, այսինքն սպայն դժվար ասել դատանը ինչ է անում։ Մենք կարող ենք ասել, որ մեղադրանքը ուղղակի այստեղ ընդհանրապես հանցագործության մասին խոսք չկա։ Իրենք ինչ են ասում են իբրև թե Ծառուկյանը որոշակի Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների խարդախությամբ նրանցից հափշտակություն է արել եւ փողերի լվացում է կատարել, բայց մենք դատանում հստակ հիմնավորեցինք, որ այդ անձին փաստաթղթեր են ստորագրել, որոնց իրենք են պարկ Ծառուկյանին, որ իրենք այդ գումարները չեն վերադարձել, պարտավորվել են մինչև 26 թվականը վերադարձնել, հիմա չեն վերադարձել եւ այս վարույթները ըստ էության շանտաժի հետ կապված սկսել են։ Մենք հիմնավորեցինք Իրանի Իսլամական Հանրապետության դատանի որոշումով, որ իրենք այս նույն process-ը այնտեղ են նաև սկսել եւ այնտեղի դատանը արձանագրել է, որ հանցագործություն չկա, քաղաքացիական գործընթացներ են եւ նաև համապատասխան իրենց իրավասու պետական մարմինները արձանագրել են, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների հայտարարածների հիմնական մասը չի համապատասխանել իրականացումը ըստ էության սուտ է։ Այսինքն այն, որ ինչ որ ներկայացնում են, ակնհայտ է, որ այստեղ հանցագործություն ընդհանրապես գոյություն չունի, ասում են, տեսեք, հասարակ բան, ասում են, որ որոշակի ընկերությանը պատկանող գույքը հափշտակել է խարդախությամբ, ասում ենք այդ գույքը ումա պատկանում, ասում են այդ նույն ընկերությանը։ Ասում ենք լավ, այդ ընկերության գույքն է, պատկանում է այդ ընկերությանը։ Ոնց են հափշտակել, հափշտակվել։ Հափշտակությունը, խարդախությունը դա նա է, որ դու այդ ընկերության կամ անձի սեփականությունից դուրս ես անում, դարձնում ես քոնը։ Բայց պատկանում է այդ ընկերությանը, որի 50% սեփականատերը Իրան Իսլամական Հանրապետության քաղաքացին է։ Պարոն Սարգսյան, փաստացի բիզնես վեճ է, որին որոշել է նաև այսպես մեջ հնչեղություն տալ ազգային անվտանգության ծառայությունը։ Դուք այդպիսի նախադեպ ունեցել եք, որ ԱԱԾ-ով կան գործարարում ասեմ, հենց այս ֆոնի վրա հետո գործընկերս կշարունակի։ Ուրեմն տեսեք, 2026 թվականի հունիսի 9-ին ընտրությունից հետո Գագիկ Ծառուկյանը կալանական գործով պետք է մեկներ։ Այս նույն քրեական գործով միանգամից իրեն թույլ չեն տալիս որ մեկնի եւ մեղադրանք են ներկայացնում բացակայելու արգել խափան միջոց։ Պարոն Խաչատյանը, պարոն Մինասյանը բողոք են ներկայացրել այդ որոշման դեմ, նշելով որ քանի որ եղել է падգամավորի տեխնացու, ԿՀ-ի թույլտվությունները պետք է անձեռնխելությունը հաղթարելու, որից հետո միայն կլիներ մեղադրանքի օրինական։ Առանց դրա ապօրինի է։ Ուրեմն դատախազը բավարարել է իրենց բողոքը եւ արձանագրել է որ այո ապօրինի է մեղադրանքը։ Բայց ամսի 23-ին հաստատել է, մինչև ամսի 6-ը այդ որոշումը չեն ներկայացել, ոչ քննիչին, ոչ մեզ, սահմանի հետ սահմանափակումը չեն վերացել բացակայելու արգելք, այսինքն մատը 23-ից պահել են ապօրինի սահմանափակումը, մինչև ամսի 6-ին ձերբակալել։ Հիմա դրանից հետո մենք անենք խոսենք, այսինքն դատախազությունը արձանագրել է, որ մեղադրանքը ապօրինի էր։ Սա նշանակում որ այդ պահին պետք էր սահմանը փակել, այդ մեղադրանքը ապօրինի ներկայացրեցին, հետո կարճեցին, հետո էլ պետք էր սահմանափակումը ելքի պահել մինչև ամսի 6-ը ձերբակալել է, ամսի 6-ը պահեցին, այսինքն այս բոլոր ապօրինությունները վկայում է, որ այստեղ մենք գործ չունենք իրավական process-ների հետ։ Իրենք անում են այն, ինչը որ հրապարակային հայտարարվել է, որ պետք է արվի ու շարունակական անում են։ Ներկայացնում ենք ապացույցները, կոնկրետ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին մյուս դրվագով ասում է, որ Ծառուկյանը ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, ընդ որում Ծառուկյանը ասում է, որ այդ անձը խաբելու է մեզ, ասում է, ես ասացի չէ, ոչինչ թող աշխատի։ Հիմա իրանք ասում են, չէ, Ծառուկյանն է խաբել այդ անձի հետ միասին։ Այդ քաղաքացի տարերեսում է եղել։ Այս բանը դեռևս ոչ։ Իսկ դուք տեղեկություն ունեք Իրանի քաղաքացին ծագումով ադրբեջանցի է թե ոչ։ Նման տեղեկություն չունեմ։